Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Անի ջան, էսուր։ Մոնտե Կարլո, Արմեն ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ, նոր Հոլիվուդում, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համով խորոված։ Մոնտե Մարկետ, մաչելի գներ, հաճելի սպասարկում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ ոզնին սկսեց ջղայնանալ եւ անընդհատ անհանգիստ շարժումներ անել, բոլորը հասկացան, որ ոզնին փշերի վրա է նստած։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ 5 շաբթի, ժամը 22:30, ուղիղ եթեր, բոլորը սպասում ենք լավ այսօր ով է լինելու Armenian Evening նախագծի հյուրը, ասեմ, որ այսօր շատ յուրահատուկ ինքնատիպ եւ գեղեցիկ հյուր է լինելու, այնպես որ ինչ եք անում դուք այս պահին սիրելի հեռուստադիտողներ, դուք կլանված դիտում եք Armenian Evening, ինչ ենք անում մենք այս պահին այստեղից, մենք ոչ պակաս կլանված սկսում ենք մեր հաղորդաշարը։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է Մոնտե Մարկետը, Մոնտե Մարկետ, որտեղ հայկական տեսականի, թարմ մսամթերք, միրգ, բանջարեղեն, մի խոսքով մտնելով Մոնտե Մարկետ դուք հայտնվում եք Հայաստանում, որտեղ ամեն ինչ հայկական է։ Եվ իհարկե, բնականաբար, եթե հայտնվում ենք Հայաստանում, բա ոնց վերջում մի հատ այն համով խորովածը չլինի իրեն տակի լավաշով։ Մի խոսքով այդ ամենը Մոնտե Մարկետում այցելեք Նորթ Հոլիվուդ, իսկ հեռախոսահամարն է 818 855 1188։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palm Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Շատ յուրահատուկ, շատ մի գեղեցիկ վայրում է գտնվում այս հյուրանոցային համալիրը եւ յուրահատուկ է նրանում, որ այստեղ կան տաք հանքային ջրով լողավազաններ։ Մեր հին լավ տաք ջուրը հիշում ենք, չէ՞, այստեղ նույնպես այդ ամենը կա։ Դրա համար եթե ցանկանում եք տաք հանքային ջրով լողավազանում ընդունել հետաքրքիր լավ ժամանակ անցկացնել, ապա անպայման այցելեք այստեղ, գեղեցիկ վայր, հրաշալի բնություն, մի խոսքով այդ ամենը պետք է գնալ եւ տեսնել տեղում։ Հեռախոսահամար 760 329 6033։ Եվ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center ընկերությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում է եւ մարդկանց վերադարձնում բարի բուն իմաստով լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք որևէ խնդիր եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա անպայման պետք է դիմել 911 Detox Center։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ սիրելի հեռուստադիտողներ, այսպես շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Պարզվում է պատժամիջոցներ կիրառում են ոչ միայն պետությունները, այլ նաև հարևան բնակիչները միմյանց նկատմամբ։ Մասնավորապես, երբ հարևանը ձեր աչքի առաջ պատ է շարում, դա պատժամիջոցի ամենավառ օրինակն է։ Ֆրանսիական դիետան օգտակար ինչպես կազմվածքի, այնպես էլ առողջության համար։ Այսպիսի եզրակացության են եկել դիետոլոգները։ Իդեպ այն հարցին, թե ինչով է ֆրանսիական դիետան տարբերվում մնացածից, նրանք պատասխանեցին՝ հեչ։ Ուղղակի վերջում շնորհակալության փոխարեն ասում են մերսի։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ ընդամենը մի քանի վայրկյանից արդեն սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է երգչուհի,
դերասանուհի, գեղեցկուհի, մի հրաշալի անձնավորություն Լիլի Բաղդասարյանը։ Լիլի ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել իմ մեր տաղավարում, շնորհակալություն հրավերքս չմերժելու համար եւ այսօր կարծում եմ շատ հետաքրքիր գեղեցիկ հարցազրույց եւ հաղորդում կունենանք։ Ես եմ շնորհակալ, քանի որ նախ շատ հաճելի է այստեղ գտնվել եւ հետո ես շատ սիրում եմ ուղիղ եթերները, որոնք ավելի ինձ համար մտերմիկ են, անկեղծ են ու ավելի ջերմ են։ Դե մենք իհարկե կխոսենք, իհարկե սիրելի հեռուստադիտողներ կխոսենք, շատերը իհարկե գիտեն, դե ով չգիտի, ամենայն դեպս կխոսենք թե ինչու է սիրում ուղիղ եթերները Լիլին, քիչ ուշ։ Լիլի ջան, մի քիչ արդեն սկսենք, դե բնականաբար արի սկսենք երգել, նկարահանվել, այդ ամենը իհարկե կտարանջատենք, խոսենք ամեն մեկից, բայց այնուամենայնիվ ինչից ամեն ինչ սկսվեց, որովհետև այսինքն երբ ոչ թե դու սկսեցիր, որովհետև այսպես ասեմ, նու մեծ մասամբ իհարկե դա նկատում են ծնողները, նկատում են տատիկ-պապիկները, ինչ որ, չգիտեմ, հարևանները, հա, նկատում են այդ ունակությունը, երեխու տաղանդ, որ մեջ կա, եւ անպայման երեխային արդեն շարունակում են։ Քո դեպքում ով է եղել այդ մարդը կամ մարդիկ գուցե։ Իմ դեպքում մայրս է եղել, քանի որ մայրս երաժիշտ է, դաշնակահարուհի է, հայրս մշտապես դեմ է եղել։ Ամեն ինչ սկսվեց երաժշտական դպրոցից, երբ մայրս ինձ իհարկե ոչ հայրիկիս համաձայնությամբ, բայց պապիկիս օգնությամբ ինձ ընդունեցին երաժշտական դպրոց դաշնամուրային բաժին։ Ես ներողություն եմ խնդրում, մամայի, պապան էր, պապիկը։ Պապայի։ Պապայի։ Հայրական կողմից պապիկս։ Ասենց, այո։ Ընդունվեցի երաժշտական դպրոց, հետո արդեն երաժշտական ուսումնարան, ուսումնարանից հետո շատ ուզում էի ընդունվել Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ, դառնալ դերասանուհի, առհասարակ դերասանուհի երազել եմ դառնալ շատ ավելի փոքր տարիքից, երևի թե ազդեցությունը ունեցել էր բրազիլական սերիալները, միշտ հումորով ասում եմ, ես ուզում եմ լինել բրազիլական սերիալի այն սիրուն աղջիկը։ Այդ Իզաուրայի մասին է խոսքը։ Երևի Պրոստը Մարիան։ Շատ լավ։ Այդպես հետո ուսումնարանից հետո իհարկե թատերական ինստիտուտի ընդունվելը մեր տանը չքննարկվեց, կրկին հայրական կողմս, ես ընդունվեցի կոնսերվատորիա, ջազ վոկալ բաժինը, բայց կիսատ թողեցի ուսումս, քանի որ պետք է տեղափոխվեի Միացյալ Նահանգներ։ Այ մենք մի քիչ խոսենք, դա արդեն մի քիչ հիմա արի մեկ էլի հետ գանք մանկություն։ Դու ասացիր, որ մայրիկդ երաժիշտ, այսինքն դաշնակահար, իսկ հայրիկդ Հայրական կողմս իրենք ավելի բիզնեսի մարդիկ են, այսինքն դա երևի, հա, պատճառը որ նրանք չէին ուզում, որովհետև թե այնուամենը կապ չունի ինձ, որովհետև ես կարծում եմ, որ դա կապ չունի, բիզնեսը նույնպես արվեստ է։ Ես կարծում եմ հայրական խանդ կար։ Այո։ Դե իհարկե դա գաղտնիք չէ, որ իհարկե աղջիկը, հա, պապայի համար դա մի ուրիշ աշխարհ է, դրա համար շատ տրամաբանական է եւ շատ այսպես պետք չէ դրան վատ վերաբերվել։ Տարիներ անց դա փոխվեց։ Հաղթանակը իմն էր այնուամենայնիվ։ Դե բայ այտենց է։ Շատ լավ, այսինքն տվյալ պարագայում երաժշտական իհարկե ընդունվեցիր, երաժշտական էլի դաշնամուրային Դաշնամուրային բաժին, բայց քանի որ ունեի շատ լավ լսողություն, ինձ համոզում էին, որ ես ջութակի բաժին փոխեմ։ Բայց ես չհամաձայնվեցի, որովհետև շատ սիրում եմ դաշնամուրը, մինչև այսօր նվագում եմ, դասավանդում եմ։ Ավարտեցի հենց դաշնամուրային բաժինը, բայց ուսումնարանում համատեղել եմ դաշնամուրային եւ ջազ վոկալ բաժինները։ Իսկ բայց համաձայնվի, որ այդ դեպքում էլ իհարկե երբ որ գնում ես պարապում ես, հա, արդեն դա երբ որ հյուրեր են հավաքվում տանը, մեր համենայն դեպս մեր, այսպես երբ որ ես էի մի քիչ ավելի փոքր, մանուկ հասակում միշտ ընդունված էր եւ դրա վառ արտացոլում մի դեպ ֆիլմում է, մի հրաշալի ֆիլմ, Երջանկության մեխանիկա ֆիլմում, եւ հավաքվում են երեխան ասում են նվագել, գլուխները տանում է, այտենց լինում էր քեզ մոտ, որ մի հատ հլը Լիլի ջան, մի հատ նվագել, մի հատ սենց։ Շատ հաճախ էր լինում ու ես միշտ հրաժարվում էի։ Ինչու։ Ասեմ ձեզ ինչու, ինձ թվում էր, երևի թե ամաչում եք, աշխատվում է, ավելի շատ սիրում էի երգել ու մեր տանը միշտ այսպես հումորային ասում են, դե Լիլին դհոլի է գնում, դաշնամուրի չի գնում, հենց այդ ֆրազան ես լսում եմ, մի անգամից սկսում էի նվագել։ Շատ լավ։ Լիլի ջան, մի խոսքով արդեն հետո փաստորեն ավարտեցիր այդ ամենը եւ մենք կանգնեցինք քո արդեն Ամերիկա տեղափոխվելու մասին։ Իդեպ ես ուզում եմ անպայման խոսել, որ դու սովորել ես եւ Միացյալ Նահանգներում, ուսումը ստացել ես եւ նաեւ Հայաստանում, հա։ Հիմա ես կխնդրեմ մի քիչ պատմես այդ տեղափոխության մասին եւ մի քիչ արի խոսենք որոշակի առումով այդ ուսման մասին, ուսումը մի քիչ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում։ Ինչու եմ դա ասում, որովհետեւ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իհարկե, որ տարական ուսումը անհամեմատ լավն է
Այ հիմա մի քիչ արի քննարկենք։ Դե համենայն դեպս արի եկավ այն պահ, որ պետք է տեղափոխվեք Միացյալ Նահանգներ եւ փաստորեն ամեն ինչը թողեցիր, հա, տենց։ Ամեն ինչ սկսվեց նորից զրոյից։ Ես իհարկե գալիս էի Միացյալ Նահանգներ, քանի որ իմ ընտանիքը էստեղ էր, բայց ի սկզբանե որոշել էի մի քանի ամիս էստեղ մնալ, բայց ինչպես բոլորը գալիս ենք եւ մնում ենք։ Այստեղ գալուն պես ես որոշեցի, որ անպայման պետք է իմ կրթությունը այստեղ շարունակեմ, ստանամ բարձրագույն կրթություն ու որոշեցի, որ պետք է դա շարունակվի էլի երաժշտությամբ։ Ուրիշ մասնագիտություն չէի ուզում ձեռք բերել։ Ընդունվեցի քոլեջ, սկզբում սովորեցի լեզուն, անգլերենը, փորձեցի լավ տիրապետել, հետո նաև երաժշտական բաժին applied program կար այն ժամանակ, կարծում եմ հիմա էլ կա։ Հետո արդեն ավարտելուց հետո համալսարան տեղափոխվեցի, ինչու էստեղ ուսումը, որովհետև քանի որ հասկանում էի, որ պիտի էստեղ նաև դասավանդեմ ու ուսանելու տարիներին նաև դասավանդում էի, ուզում էի էստեղի նաև դասավանդման ինչ-որ մեթոդիկա ներգաղթնիքներ վերցնել։ Ինչ վերաբերում է ուսմանը, ես կարծում եմ, որ իմ դասավանդելու գաղտնիքները շատ ավելի իմ Հայաստանում սովորելու տարիներից են եկել։ Այստեղ եւս լավ մասնագետների մոտ եմ սովորել։ Բարձրագույն կրթության մասին է խոսքը։ Բարձրագույն կրթությունը։ Հայաստանում ես իմ դասախոսներից, դասատուներից շատ գաղտնիքներ եմ վերցրել։ Ահա, որ այստեղ չես վերցրել։ Այստեղ էլ լավ դասախոսներ ունեցել եմ, ինչ խոսք, բայց կարծում եմ իմ այնտեղի սովորածը ինձ այստեղ օգնեց։ Հա, դե միանշանակ օգնի, ես պարզապես իհարկե դա էլ եմ ասում, իմ սուբյեկտիվ կարծիքն է, խոսքը բարձրագույն կրթության մասին է, որտեղ էլ եմ ասում տարական այդ միջին, չնայած ես մինչ օրս չեմ կարողանում համակերպել այդ տարական միջին բարձր դասան, իմ համար մենք 10 տարի նորմալ մարդավարի սովորել ենք, 10 տարի նորմալ երեխեք ենք մեծանում, նորմալ մասնագետներ ենք դառնում, ինչ դարձրեցին, լավ չխոսենք այդ ամենի մասին։ Շատ լավ, Լիդ ջան, իսկ այդ փաստորեն մասնագիտական այստեղ սովորելու ընթացքում իդեպ հեշտ չէր քեզ այդ պահը տեղափոխվել նոր լեզու եւ ամեն դժվար չէ, թե ամեն երիտասարդ հաղթարեցիր այդ ամենը խնդիր։ Դժվար էր, շատ դժվար էր։ Մի քանի ամիս արտասվել եմ։ Տատիկիս էի շատ կարոտում, անկեղծ ասած, որովհետեւ 6 տարի միասին ենք ապրել տատիկիս հետ։ Բայց հաճախակի գնում էի Հայաստան, գալիս էի։ Թե կարծում եք գնալ գալը որ կա, ամեն ինչ արժի։ Շատ լավ, իսկ այդ դեպքում ինչպես ստացվեց, այնուամենայնիվ իհարկե դու ասացիր, նշեցիր, որ միշտ սիրել ես նկարահանվել, այսպես դերասանու ես, ցանկացած դա ոնց ստացվեց, հա, որովհետև դու զուգահեռ իհարկե ուսում, երաժշտություն, բայց հոп եւ նկարահանվել տեղ ունեցավ։ Խոսքը իհարկե չի գնում, մենք կգնանք հեռուստատեսության մասին, խոսքը ֆիլմերի, սերիալների մասին է խոսքը։ Սերիալի նկարահանումը ինչպես ա եղել, ուրեմն Արթուրի հետ Սուքիասյան մենք աշխատում ենք հեռուստատեսությունում, դեռ կանրադառնանք դրան։ Ջեր ողջունները Արթուրին։ Ես եւս ողջունում եմ իմ ընկերներին, Արթուրին եւ Արմինեին։ Մենք Արթուրի հետ բացի գործընկերներից նաեւ շատ մտերիմ ընկերներ ենք, կարծես թե ընտանիք լինենք։ Ու հերթական օրը զանգարում եմ Արթուրին, ինձ ասում է՝ «Լիլ ջան, դե վաղը դու նկարահանման ես»։ Ասում եմ՝ «Գովազդ ենք ինչ ենք նկարում», ասում է՝ «Հեռուստա սերիալ»։ Ասում եմ ես, ասում եմ, հա, նախապես որոշել էր կերպարը, դե իհարկե գիտեր, որ ես շատ ուզում եմ, ինձ համար անակնկալ էր դա։ Ես հիշում եմ իմ առաջին նկարահանումը ես շատ հուզված էի, բայց քանի որ ունեինք նկարահանման հրապարակում մարդիկ, ովքեր առաջին վայրկյանից ինձ այսպես ուշ տվեցին, ես այդ մի շնչով նկարահանվել եմ, կարծես թե 72-3 սերիա, առաջին հեռուստա սերիալը։ Հետո արդեն եղավ երկրորդ առաջարկը ու այսպես շարունակաբար։ Եվ արդեն մինչ օրս իհարկե շարունակում է այդ ամենը։ Բայց տես, իհարկե ես հասկանում եմ, որ դու փոքրուց երազել ես միշտ հա դառնալ դերասան, բայց այնուամենայնիվ հիմա եթե փորձում ես համատեղել, այսինքն տվյալ պարագայում եւ իհարկե ուսումը արդեն կրթում ես, սովորեցնում ես, դրա մասին նույնպես կզրուցենք, ո՞ն ավելի էսպես հեշտ կամ ավելի մոտ, որովհետև հիմա զուգահեռ դու եւ պրակտիկապես եւ լիովին տրված ես երաժշտությամբ եւ նկարահանումներով։ Ո՞րն ես ավելի լավ քեզ զգում, թե կապ չունի դա։ Դե երաժշտությունը դա իմ մասնագիտությունն է, որտեղ ես կրթվել եմ։ Նկարահանվելը ես չունեմ դերասանական կրթություն ունեմ միայն որ, բայց կարծես թե երկուսն էլ ինձ համար շատ հաճելի է։ Փորձառություն հաճելի է, դե իհարկե տեսախցիկի հետ աշխատել արդեն տարիների փորձ ունեմ։ Երկուսն էլ շատ սիրում եմ, հատկապես սիրում եմ
կերպարներ, որոնք ինձ մի փոքր ինձանից տարբեր են։ Այդ կերպարներն եմ շատ սիրում։ Ես օրինակ առաջարկեցի ինձ նորի մտքով անցավ, եթե դեպ հետաքրքրվող մարդիկ հիմա մեզ դիտում են, օրինակ մի նկարահանել մի ֆիլմ դաշնակահար մասին եւ նկարահանել գլխավոր դերում Լիլին։ Նույնիսկ շատ հետաքրքիր կլինի Լիլին համ դաշնակահար, այսինքն համ մասնագիտական, համ էլ իր գեղեցիկ այս խաղով նույնպես, չէ՞, լավ միտք ասեցի, չէ՞։ Սիրով։ Որպես միտք։ Լիլ ջան, հիմա մի քիչ արի տեղափոխվենք գանք հերոստատեսային դաշտ, որովհետև այժմ ուզում եմ նաև ներկայացնել իմ հրաշալի գոլեգային Լիլին, ով նույնպես բավականին երկար տարիներ նույնպես հերոստատեսային փորձ ունեց եւ սկսեցիր հերոստատեսությունում։ Դա ինչպես ստացվեց։ Շատ այսպես բովանդակալից, բազմակողմանի ապրես շատ դեպ շատ դա ողջունել եմ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հերոստատեսությունում ինձ մոտ կարծես ամեն ինչ հումորային ա եղել։ Հերոստատեսությունում աշխատել եմ 2010-11 թվականներից սկսված Արաքս Վարդերեսյանի հյուրն էի, այս տեսակ եթեր էր շատ հաճելի։ Եթերից հետո տնօրինությունն ինձ առաջարկեց, որ իրենց մոտ սկսեմ նոր հաղորդում։ Ես էլ իհարկե մեծ սիրով համաձայնվեցի ու խնդրեցի, որ դա լինի ուղիղ եթեր։ Ահա։ Մի քանի տարի աշխատելով տվյալ հեռուստատեսությունում, հետո եղավ դադար։ Հաջորդ եթերը, որը Արտուրի հետ ենք միասին վարել, էլի հաղորդման հյուր էի, եթերից հետո ինձ առաջարկեցին, որ հիմա չգիտեմ ինչ է լինելու ձեր եթերից հետո։ Շատ հետաքրքիր է դեպ հիմա մենակ հաղորդումից հետո չենք փակագծել այդ տենց շատ լավ բայց լավ Լիլ ջան ո՞նց է այդ ամենը համատեղ է որովհետև ինքը բավականին դժվար է չէ ժամանակային առումով հասնում էր այդ ամենը հասնում ես փորձում եմ իհարկե դա իմ քնելու ժամերի հաշվին է լինում բայց փորձում եմ գիտեք եթե մի բանը ես սիրով եմ անում միշտ գտնում եմ ժամանակ կար մի շրջան, երբ հիշում եմ դպրոցից գնում էի աշխատանքից գնում էի հեռուստա սերիալի նկարահանումից հետո շորերս փոխում էի գնում էի եթեր, հետո նորից նկարահանման ու այդպես չէի շփվում իմ ընտանիքի հետ։ Դե ոչինչ, ամենայն դեպս կարծում եմ, երբ որ աշխատանքը քո սիրված աշխատանքով ես զբաղվում, դա յուրաքանչյուր մարդու համար դա երեք մեծ գերհաճույք է։ Եվ Լիլ ջան, նաև հիմա փաստորեն մենք խոսեցինք, որ նաև կրթում ես երեխաներին, ճիշտ եմ ես։ Մի քիչ կմանրամասնես եւ առասարակ նաև մեր հեռուստադիտողներով քեզ այս բանին դիտում են, ինչու ոչ, նաև հետաքրքրված կլինեն իրենց երեխաներին դիմեն քեզ, խնդրեմ։ 2009 թվականից դասավանդում եմ դաշնամուր, վոկալ, երաժշտության պատմություն, հարմոնիա եւ հայկական դպրոցներում եմ դասավանդել եւ ամերիկյան ակադեմիաներում եմ դասավանդել եւ շարունակում եմ դասավանդել, ինչպես նաեւ ունեմ իմ private ուսանողները, տարբեր տարիքային 5 տարեկանից 4.5 տարեկանից մինչեւ նույնիսկ 73 տարեկան կին ուսանողուհի եմ ունեցել, ում հետ սիրով պարապում եմ ու շարականներ էինք երգում միասին սիրով եմ դասավանդում ուզում եմ շատ փոխանցել այն ամեն ինչը ինչ որ ես գիտեմ իմ ուսանողներին ու առաջնորդվում եմ այդ մտքով որ ուսուցչին լավագույնը դարձնում է ուսանողը եւ դե կարծում յուրաքանչյուր ուսուցչի գերագույն հաճույքն է իհարկե տեսնի իր աշակերտը բեմում կամ ինչ որ մի ֆիլմում իսկ դեպ դու ասեցիր private-ա կան իսկ իհարկե հասկանում որ դա private-ա եւ որոշակի առումով գուցե պետք է փակագծեր բացել բայց այնուամենայնիվ ինչով են private-ը տարբերվում այդ խմբակային փորձերից դպրոցներում խմբակային չեն էլի էլի մեկ ուսանող եւ դասախոս private ինչու որովհետեւ դպրոցները որտեղ ես դասավանդում եմ գլենդելից հեռու են իսկ գլենդելում ապրող երեխաներին Եթե չեն ուզում գալ օրինակ Փասադինա քաղաք, գալիս են գլենդել իմ մոտ ստուդիա։ Հասկանալ է։ Լիլ ջան, դե արի այդ դեպքում մեր հիմա հեռուստադիտողները դիտում են, ասում են, հալա հիմա մենք էլ ենք ուզում մեր երեխեքին տանենք Լիլի մոտ։ Ոնց տանենք։ Ոնց տանեն։ Կարող են ինձ գրել իմ Instagram-յան էջին կամ Facebook-յան էջին եւ ես սիրով Այո, մի խոսքով սիրելի ծնողներ, այս պարագայում եւ ինչու՞ միայն ծնողներ կարող է եւ նույնպես ոչ միայն երեխաների համար, այլ ցանկացած իհարկե ով ցանկանում է,
Անպայման կարող եք դիմել եւ ուսում ստանալ Լիլից, ես օրինակ կարծում եմ շատ հրաշալի լավ նախաձեռնություն, ապրես շատ Լիլի ջան։ Շնորհակալ եմ։ Եվ իսկ մի քիչ հիմա մի քիչ խոսենք երգի մասին, որովհետեւ մենք շատ քո երգերը ես յուրահատուկ բավականին երգեր ես դու երգում, ասեմ քեզ, եւ մի փոքրիկ իհարկե քեզ խնդրելու ենք իհարկե անակնկալ այսօր նույնպես մեր հեռուստադիտողների եւ մեզ բոլորին մատուցես երգի ընտրությունը ոնց է կատարում, այսինքն կա ինչ որ երգեր, որը կտրականապես դեմես չես երգում կամ այնուամենայնիվ եթե երգը դուրդ եկավ կապ չունենք ինչ ոչի մեջ է դու պետք է երգում ես եւ ոչ։ Կան երգեր, որոնք ես նախ երգ ընտրելուց ես շատ ուշադրություն եմ դարձնում երգի բառերին։ Ինձ համար շատ կարևոր է դա, որ իմաստ ունենան բառերը, որը բան փոխանցվի։ Հումորային կարող են լինել կամ ուսուցողական, սիրո մասին, չգիտեմ, տարբեր են իմ երգերը։ Երգեր, որոնք չեմ երգում, այո, կան երգեր, որոնք եթե ես երգը չեմ զգում, չեմ ուզում երգել եւ սիրում եմ միշտ փոխանցել հանդիսատեսին իմ էմոցիաները, բայց եթե տվյալ երգը իմ սրտին մոտ չէ, իմ հոգեվիճակին մոտ չէ, ես հրաժարվում եմ։ Խոսքը երաժշտության մասն է թե բառերի։ Երկուսն էլ։ Երկուսին էլ ես ուշադրություն եմ դարձնում։ Երաժշտության ուշադրություն եմ դարձնում որպես երաժիշտ, իսկ բառերին, հա, բառերին էլ։ Շատ լավ։ Ես ուզում եմ ասել, որ այսօր նույնպես անդրադառնալու ենք որոշ երգերի բառերի, որովհետև մեր իհարկե այսպես մեր փոքրիկ հաջորդ էջում այսպես թե այնպես միասին անդրադառնալու ենք։ Շատ լավ։ Լի ջան, իսկ բացի այդ ամենից էլի ինչ որ ժամանակ, ինչ որ այլ հետաքրքրություններ, ժամանակ հերիքում է թե ամենևին ամբողջ օրը զբաղված ես այդ ինչ որ դու ներկայացրեցիր։ Ազատ ժամանակ ունենում ես առասարակ, թե ոչ։ Օրինակ շփվել ընկերների հետ։ Միշտ։ Հələ ոնց գտնում եմ ես ժամանակ իհարկե։ Այսինքն դու կարծում ես, որ եթե մարդ ցանկություն ունի, ինքը կգտնի ժամանակ։ Այո, ես անպայման լիցքաթափվում եմ իմ ընկերների հետ, ժամանակ եմ անցկացնում, շփվում եմ, կիսվում եմ իրենց հետ, իրենց խորհուրդներն եմ լսում, քննարկում եմ նաև իմ աշխատանքները, ինչու ոչ։ Ես ինչու եմ ասում, որովհետև սովորաբար այստեղ ասում են, դե Ամերիկայում բոլորը զբաղված են, որ ժամանակ կա ինչ որ հանդիպելու մեկը մյուսին չկա, տենց բան, ասում ես դե ոնց, հա որտեվ զբաղված են, ժամանակ չկա։ Ես ասում եմ ոչ, եթե մարդ ցանկություն ունի, ինքը կգտնի ժամանակ ու պետք չէ ըստ այստեղ բերել որ ամերիկանը զբաղված է, չգիտեմ ինչա, ցանկություն դու աստուն ինձ հետ համամիտ ես այդ հարցում։ Այո, եթե Արտուրն ու Արմինեն այստեղ լինեին, իրանք անպայման կփաստեին, որ մենք ամեն երեկո իրենց տանը շփվում ենք։ Ես կարծում եմ մենք մի օր անպայման Արտուրն եւ Արմինեն կհրավիրենք մեզ մոտ եւ ինչու ոչ միասին կզրուցենք։ Շատ լավ։ Լիլի ջան, մենք քիչ ուշ կանրադառնանք իհարկե, որովհետև անպայման կցանկանամ մի քիչ խոսենք նախ այս վերջի ժամանակաշրջանում, ինչեր է սա, ինչ է տեղ ունեցում եւ իհարկե ինչ պլաններ կան, ինչ պետք է հետագայում այդ սպասվող իրադարձությունների մասին։ Հիմա ուզում եմ անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին, այ որ խոսում ենք այդ բառերի մասին, այդ հիմա ենք խոսելու դրա մասին։ Դա մի քիչ այսպես թեթև, ոչ շատ այսպես լուրջ վերաբերվելու բան է, բայց համենայն դեպս մենք 3 հատ երգ ենք միասին լսելու։ 3 հատ երգ ենք լսելու եւ երգի հատված, երգ չէ, երգի հատված եւ բառերը ընդհատվելու է, այսինքն տեքստը ընդհատվում է 4 տարբերակ քեզ ասելու եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Հիմա իհարկե ես չեմ քեզ պարտադրելու բնականաբար ոչ դու երգես, ոչ բան առավել եւս չգիտեմ ինչ բառեր են լինելու, բայց համենայն դեպս կփորձենք գուշակել, հա, փորձենք միասին։ Փորձենք։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այս պայն Լիլի Բաղդասարյանի հետ մենք իհարկե շատ հետաքրքիր զրուցեցինք, խոսեցինք շատ թեմաների մասին, խոսեցինք, որ հրաշալի դերասանուհի, հրաշալի երգչուհի, ուսուցչուհի, հաղորդավարուհի, հեռուստահաղորդավար, այսպես շատ իրոք անկեղծորեն ու շատ տեղին շատ բաների մասին իմացանք, իսկ հիմա նաև կփորձենք խաղի մեջ տեսնենք, Լիլի դեպ դու հաղթում ես սովորաբար, այսպես ես չեմ բախտ, բայց այնուամենայնիվ հաղթում ես, հեչ թե, որտեղ մարդիկ ասում են, դե ես չեմ խաղում, որտեղ չեմ հաղթում։ Եվ ունեցել եմ հաղթանակ եւ պարտություն։ Հա։ Բայց սիրում ես, այսինքն խաղամոլ բառը չեմ ուզում ասել, բայց այն որ խաղի նկատմամբ սիրում ես խաղալ։ Երբ պարտվում եմ, շարունակում եմ խաղալ, մինչև որ կլինի հաղթանակ։ Հա, այդ լավ չի Լիլի ջան, այդ լավ չի, որովհետեւ միշտ պետք է կանգնել, այն մեկը, որովհետեւ սովորաբար երբ որ հաղթում ես,
Հեշտ է կանգնել, բայց երբ որ սկսում ես պարտվել, հա, ուզում ես անպայմանելի խաղացման ու ուտեղ արդեն սկսում են խնդիրները։ Ջան, չխաղաս։ Այդ դեպքում դիմում ենք ում։ Ում ենք դիմում։ Հովանավորին։ Վերջացավ։ Հովանավոր։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Լիլի հետ միասին հանձնում ենք մեր հաղորդման հաջորդ էջին եւ այս պահին լսում ենք առաջին երգի փոքրիկ հատվածը։ Խնդրեմ։ Ընդհատվեց։ Իմ սիրածը, հիմա շարունակությունը։ Իմ սիրածը փոքր-մոքր տղա է։ Առաջին տարբերակը։ Երկրորդը, իմ սիրածը փողոտ-մողոտ տղա է։ Երկրորդ տարբերակը։ Երրորդը, իմ սիրածը սիրուն սիմպո տղա է։ Եվ չորրորդ տարբերակը, իմ սիրածը պրիվետ ասող տղա է։ Պրիվետ։ Չորրորդը չեմ կարծում։ Չորրորդը չէ, ինչու։ Պրիվետ, այդպես ասող տղա է ինքը իմ երկու ասում։ Սա հուշում է։ Չէ, բացարձակ։ Չէ, ես որպես տարբերակներ եմ ասում, որ պրիվետ ասող տղա է։ Չէ, որպես տարբերակ։ Դե այստեղ ունենք փոքր-մոքր տղա է, որտեղ դե հնարավոր է, որ ինքը, այսպես դու շատ բոյով, շատ գեղեցիկ եւ իդեպ գիտես ի՞նչն է հետաքրքիր, այ մի քիչ հիմա կանցնենք իհարկե պատասխանին, ես նկատել եմ, որ միշտ սովորաբար բոյով լինի կին, թե բոյով տղամարդ, իր զունկընկերը ավելի կարճ է։ Քեզ մոտ էլ է այդպես թե ոչ, առհասարակ, այսինքն ավելի բարձրահասակներն են քեզ ավելի դու թե ավելի մի քիչ կարճ Ինձ ավելի մոտ հասակով։ Ավելի մոտ, հա, քեզ, հա, որովհետև ես սովորաբար այդպես տեսել եմ, ամենայն դեպս։ Դե այստեղ իմ սիրածը փոքր-մոքր տղա է, տվյալ պարագայում փոքր-մոքր, երևի շուտ պստլիկ, չգիտեմ, շուտ թզուկ։ Թզուկ փոքր, թզուկ։ Փողոտ-մողոտ տղա է, որ էլի նույնպես կա այտենց ինչ որ տարբերակ։ Սիրուն սիմպո տղա է։ Երևի սիրուն սիմպո։ Սիրուն սիմպո։ Իսկ ինչու ոչ փոքր-մոքր։ Ինչու ոչ։ Երևի ես փոքր-մոքր տղաներ չեմ սիրում։ Դրա համար չես սիրում, հասկացա։ Հա։ Իհարկե խոսքը իհարկե տվյալ պարագայում երկի բառի մասին է, հա, բայց դու եթե դու չես սիրում փոքր, հա, իհարկե։ Բայց երևի ընտրեմ փոքր-մոքրը։ Փողոտ-մողոտը չենք ընտրում, չէ։ Չէ, մենք այդ փողամուտ չէ, ինչ ասելու։ Պրիվետնը դրեցինք մի կողմ, այսինքն փոքր-մոքր մեկ է սիրուն սիմպո։ Սիրուն սիմպո։ Սիրուն սիմպո։ Փոքր-մոքրը չենք ընտրում։ Չէ։ Բավար սիրուն բան լինի, փոքր-մոքրը լինի։ Դե թող լինի։ Դա պետք է փոքր-մոքրը լինի, դե փոքրը ջան։ Ինչ անենք որ փոքր է։ Դե թող լինի փոքր-մոքր։ Բանոր սիրուն սիմպո էր ասում։ Չեմ կարողանում։ Սիրուն սիմպո, վերջ։ Սիրուն սիմպո։ Վերջ, սիրուն սիմպո ընտրեց, տեսեք ես չեմ խաղում, սիրուն սիմպո ընտրեց, ես ուզում եմ, որ ինքը փոքր-մոքր լինի ընտրի, որ հաղթեր այս առաջինը, բայց ինքը ընտրեց սիրուն սիմպոն։ Խնդրեմ ճիշտ տարբերակը լսենք եւ անցնենք երկրորդ երկի հատվածին։ Հիմա տեսնենք 1-0 հաղթում ենք, թե պարտվում Սիրածը սիրուն սիմպո տղա, բրավո, բրավո, Լիլի ջան, դու առանց որևէ օգնությամբ հաղթեցիր առաջին փուլը, 1-0, դե սիրուն սիմպո, հա, վատ չէ, էլի սիրուն սիմպո ամենամեջներից ինչ որ կարելի է, 1-0 հաղթում ենք և խնդրեմ այս պահին լսենք երկրորդ երկի հատվածը։ Դու եմ միակ սերին կյանքի օրուհար ես, մեր փոքրիկները մեզ համար աստուգարես, տանիկ, շենլի տանիկ, ապրելու ենք սիրո մեջ։ Խոսք ընտանիքի մասին է, ընտանիք, ապրելու ենք սիրո մեջ, մեր լավ ընտանիք, առաջի տարբերակ, ապրելու ենք սիրո մեջ ուրախ երջանիկ, երկրորդ տարբերակ, ապրելու ենք սիրո մեջ տեքոր կնանիք,
տենց ոնց որ ընտանիք է եւ դեկոր, այսինքն ամուսնու եղբոր տիկնոջ։ Այսինքն ամուսիններ, երկու ամուսիններ են, երկու եղբայրներ են, իրենց կանայք ապրում են սիրո մեջ։ Եվ չորրորդ տարբերակը ապրելու ենք սիրո մեջ մինչև մարալիկ։ Մարալիկից հետո արդեն էլ սերը վերջանում է։ Ես առաջարկում եմ մինչև մարալիկ։ Մարալիկը լի փստիկ։ Ես ընտրում եմ Որը։ երկրորդը։ Որն էր երկրորդը։ Երկրորդ ուրախ երջանիկ։ Ուրախ երջանիկ։ Իսկ մեր լավ ընտանիք չենք ընտրում։ Ընտանիք։ Ուրախ երջանիկ։ Շատ կլինի ընտանիք բառը, եթե ընտրենք առաջին տարբերակը։ Ես բան չունեմ ասելու, իհարկե շատ, բայց որ եկավ տեքոր կնանիկ եղան այստեղ ամենակարևորը։ Պատկերացնում ես, եթե երկու եղբայրներ պատվիրում են երգ իրենց կանանց համար, երաշտի դու այսպես կոմպոզիտորը երգանը գրում է, մեկը բանաստեղծը գրում է, երգը բառերն է գրում եւ ամեն երեկո եղբայրները աշխատանքից տուն են գալի, մի բիզնես ունեն երկուսը եւ ապրում են մի բիզնեսի տեր են եւ գալիս են տուն եւ այնց մտնում են տուն իրենց կանայք ապրելու են սիրո մեջ տեքոր կն այսպես ուրախ լավ ընտանիք է էլ ինչ որ Հետևություն, որ եղբայրները միասին են ապրում։ հա դե նույն բիզնեսն են անում դե այնեն չի որ մի սենյակի մեջ են ապրում այնց բիզնես ունեն այնց մեծ մեկը մի հարգնա վերց է մեկը երկրորդը մի հարգն է պահում են հյուրերի համար հա ու չորրորդ հարգում էլ դե տեն չորրորդ հարգում հələ տենց շինարարություն են անում, բանը տենց մնացել է։ Բայց ես երևի թե չորրորդ հարկի փոխարեն ընտրեմ ուրախ երջանիկը։ Ուրախ երջանիկը։ Մի խոսքով մեր լավ ընտանիքը չես ընտրում։ Չէ, ուրախ երջանիկը։ Շատ լավ։ Ապրելու ենք սիրո մեջ ուրախ երջանիկ։ Այսպես հրաշալի բառեր, հրաշալի տող ընտրեց Լիլին, ճիշտ է դա թե ոչ մենք էլ ասենք, Լիլի ջան, 1-0 հաղթում ենք Լիլի ջան։ Հիմա եթե հաղթեցին կլինի 2-0, արդեն հաղթել ես։ Ուղղակի երրորդը մի հատ պետք է տեսնենք, որ ինչ հաշվով ենք հաղթում, լավ։ Բայց դուք ուզում եք ես հաղթեմ, որովհետև եթե պարտվեմ պիտի շարունակ։ Չէ, էլի շարունակելու ենք։ Հաղթես թե պարտվես շարունակում ենք։ Ես առասարակ ուզում եմ միշտ, որովհետև այստեղ իմ հաղորդման հյուր, մեր հաղորդման հյուր գալիս են միմիայն մեր լավ ընկերները։ Բոլոր դրա համար ես միշտ այսպես ուզում եմ, որ իմ հյուրերը միշտ հաղթեն։ Դա պարտադիր է։ Ուղղակի մեկ-մեկ ստացվում է, մեկ-մեկ ոչ, բայց դա էլ կարևոր չէ։ Խնդրեմ, ապրելու ենք սիրո մեջ ուրախ երջանիկ, այս տարբերակը ընտրեց Լիլին, տեսնենք հիմա 1-0 կդառնա, 1-1 թե 2-0, խնդրեմ։ Երկու 0 Շնորհակալություն։ Բրավո, Լիլ ջան, դե երրորդ երգն ենք լսելու, երրորդ երգը հիմա կտեսնենք 3-0, կփորձենք հաղթել թե, այնուամենայնիվ 2-1, լավ, պատրաստ ենք։ Պատրաստ եմ։ Խնդրեմ, երրորդ երգն ենք լսում այս պահին սիրով։ Են գիշեր, ինչ անուշեր են գիշեր, թող արևը դուրս չգար, առաջի տարբերակը համբուրվենք ողջ գիշեր, երկրորդը սիրենք իրար ողջ գիշեր, երրորդը պատը քանդենք ողջ գիշեր, պատը քանդում, նորմալ զույգ է, եւ չորրորդը նարդի խաղանք ողջ գիշեր, որը շատ տրամաբանական է, շատ հաճախ է լինում, երբ մարդ ուզում է քնի, կողքից ամբողջ գիշեր խաղում են նարդի։ Թող արևը դուրս չգար, համբուրվենք ողջ գիշեր, սիրենք իրար ողջ գիշեր, պատը քանդենք եւ նարդի խաղանք։ Երկրորդ տարբերակը։ Սիրենք իրար ողջ գիշեր։ Սիրենք իրար ողջ գիշեր։ Պատը չենք քանդում։ Չէ, պատը եկեք չքանդենք, նարդի խաղալ եւս գիշերը պետք չէ։ Բայց որ պատը քանդենք, մոտեկանանք այն նարդի խաղացողների մերկու մարկասին։ Բայց Արմեն ջան, ես Ամերիկայա է։ Մոռացել եմ, ճիշտ է։ Շատ լավ։ Համբուրվելն է ոչ։ Ես կարծում եմ վանկերով երկրորդ տարբերակը պետք է լինի։ Փորձում եմ գուշակել երաժշտությունը։ Մի խոսքով սիրենք իրար ողջ գիշեր։ Ահա։ Համեն դեպս 2-0 հաղթել ենք, ես չգիտեմ անգամ ճիշտ պատասխանը, բայց մեկը հաղթացենք։ Թող արևը դուրս չգար, սիրենք իրար, թող արևը դուրս չգար, սիրենք իրար ողջ գիշեր։ Այս տարբերակը ընտրեց Լիլին, լսենք եւ շարժվենք առաջ։ Ապրեն գիշեր, ինչ անուշեր, գիշեր,
Հասորեն։ Ոչինչ, երկու մեկ աղթ։ Այո, ասպես Բայց շատ հաճելի էր։ միանշանակ, իհարկե, հետո համբուրվելը սիրելը նույն բանն էլ ինչ տարբերություն մի օր ես կում։ Կարևորը ողջ գիշեր։ Կարևորը ողջ գիշերն է, այո, գիշերն է կարևորը։ Լիլի ջան, 2-1 հաղթեցիք, բրավո։ Հիմա արի մի քիչ ուզում եմ խոսենք անպայման նախ վերջի ժամանակահատվածում նկարահանումների մասին եւ իհարկե ինչ հետաքրքիր նախաձեռնություններ կա, ինչ է սպասվում, ինչ նորություններ կա, որով հիմա կպատմես, հետո նաեւ ինչու ոչ։ Նույնպես մենք կլուսաբանենք, խնդրեմ։ Վերջին պրոյեկտը, որտեղ ես հանդես եմ եկել, այդտեղ էլա ներկայացում Կատաղի Սիրեկանը Գլենդելից, կարծես թե տարուց ավել անցել է։ Շատ լավ, ինչի մասն էր, Կատաղի Դավիթ Թադևոսյանի առաջարկով եմ հանդես մասնակցել ներկայացմանը։ Ես 20 տարեկան աղջիկ էի, փոքրիկ Սոֆիկոն, այսպես թաճիկով Կատաղի Սիրեկանը Գլենդելից։ Կատաղի Սիրեկանը Գլենդելից, ահա։ Դավիթն էր Կատաղի Սիրեկանը Գլենդելից։ Սիրեկանը Դավիթն է։ Դավիթ ջան, լավ էլի դավ ջան, դե Ես էլ սիրուհիներից մեկն էի։ Շատ հաճելի էր ինձ նախ այդ ներկայացման մեջ ներկա լինել, որովհետև բավականին բանիմաց ու փորձառու դերասանների հետ էի հանդես գալիս, լավ դպրոց էր ինձ համար։ Դա արդեն ներկայացում, այն ներկայացման մենք չէինք խոսել։ Ահա։ Մանկական ներկայացման մեջ եւս մասնակցություն ունեցել եմ։ Ներկայացումից հետո եղել է դադար, իհարկե առաջարկներ եղել են ու էլի կան։ Ես սպասում եմ այն կերպարին, որը ես ուզում եմ դադարից հետո խաղալ։ Ես գիտեմ, որ մենք հա, թույլ կտաս մի փոքրիկ գաղտնիք բացել, սիրելի հեռուստադիտողներ, գիտեք, սովորաբար երբ դերասանը, հա, ինչ որ մի կերպար է խաղում, ռեժիսորները հիմնականում որոշում են, որ ինքը պետք է հա այդ կերպարը խաղա, հա, տվյալ պարագայում, այսինքն մնա այդ կերպարի մեջ եւ ոչ, բայց այդպես չէ, որովհետեւ տաղանդավոր դերասանը կարող է շատ կերպարներ խաղալ, դա ի դեպ շատ ընդունված է Լիլի ջան։ Դրա համար շատ հետաքրքիր նոր կերպարներ, խնդրեմ, կարող եք դիմել տաղանդավոր դերասանուհուն եւ իհարկե, որպեսզի նա մարմնավորի այդ ամենը տվյալ նախագծերում։ Այո, ինչի համար էլ ինձ շատ հետաքրքիր էր ներկայացման մեջ լինել փոքրիկ Սոֆիկոն, որովհետև իմ խաղացած կերպարներից բավականին տարբեր էր։ Ու եղել է ինձ մոտ դադար, ես առաջարկներ չեմ ընդունել, քանի որ այս պահին նաև սովորում եմ։ Մի փոքր ուղղվածությունը գնացել է դեպի բժշկություն։ Այ խնդրեմ մի քիչ արի դրա մասին խոսենք, այ դա նորություն էր, բժշկություն։ Բուժքույրություն եմ սովորում ու ամեն ինչ սկսվել է էլի հեռուստա սերիալից։ Հայաստանում Օջախի երգը հեռուստա սերիալում, որտեղ ես բուժքույր էի մարմնավորում, բժշկուհի էի մարմնավորում։ Սպիտակ բժշկու խալաթը հագնելուց հետո հասկացա, որ ինձ շատ էս ասում։ Ու այդտեղից ամեն բան սկսվեց, հետ եկա Միացյալ Նահանգներ ու որոշեցի ձեռք բերել երկրորդ մասնագիտությունը, իհարկե ես կշարունակեմ դասավանդել, նկարահանվել ու երգել, բայց կարծում եմ չի խանգարի նաև։ Իջան ո՞նց ես հասնելու։ Ախր, բայց բժշկությունը, այսինքն տվյալ պարագայում ինչ ես անում, գնում դասերի, այսպես։ Այո, գնում եմ դեռ լավ եմ սովորում։ Բայց դա ինչ որ որևէ մասնագիտություն, այսինքն կոնկրետ բժշկության մասնագիտություն է բուժքույր որպես։ Որպես բուժքույր։ Բրավո։ Ես իրոք ասում եմ քեզ բրավո, ողջունում եմ, որովհետև շատ բովան բազմա, բայց նաև նորություններ նոր իմացանք եւ իհարկե քեզ մաղթում եմ հաջողություններ։ Քո տաղանդը իմանալով, քեզ շատ լավ իմանալով, ես կարծում եմ որ ամեն ինչ շատ հաջողվելու է, որովհետև դու ինչ ուզում ես դրան երբ հասնում ես քո տաղանդով, քո շնորհքով։ Բրավո։ Շնորհակալ եմ։ Ես մոռացա նաև նշեմ, որ Միացյալ Նահանգներ։ Սակայն հիմա իրավաբան եմ ուզում դառնալ։ Չէ։ Մոռացա նշեմ, որ Ամերիկան Միացյալ Նահանգներ գալուց հետո նաև 8 տարի երգել եմ հայկական առաքելական եկեղեցում, երգչախմբում, հետո 7 տարի արդեն ավետարանչական եկեղեցում։ Այդպես։ Բավանդ։ Լիլի ջան, եւ հիմա մեր հաղորդման ավարտին այդ փոքրիկ անակնկալ կխնդրեմ իհարկե քո կողմից։ Դե գիտես դու համ դերասանուհի, համ երգչուհի, տվյալ պարագայում իհարկե մենք բռնեցինք ուղղվածությունը, հա, այսպես դեպի երգ գնացինք եւ իհարկե մեր երգչուն սիրելի կխնդրենք մի փոքրիկ երգով, եթե կարելի է ողջունել մեր հաղորդման ավարտին, մի հրաշալի երգ ունես, որը կոչվում է Խենթ Խելար։
Խենթ ու խելար, երաժշտությունը Ռիչարդ Մադլենյանինն է, բառերը Գրիգորի Կոկչյան։ Շատ սիրուն երգ է, ես էլ ուզեցի, որ այսպես ուրախ երգով Շատ լավ, դա ոչ թե մենք դուզեցիր, այլ մենք նույնպես ուզեցինք եւ քեզ պետք է խնդրենք, որպեսզի մի փոքրիկ երաժշտական կատարման ողջունես մեր հեռուստադիտողները մեզ բոլորիս։ Դեմ չես։ Դեմ չեմ, սիրով իհարկե։ Խնդրեմ։ Դե Լիլի ջան, դու պատրաստվի, իսկ սիրելի հեռուստադիտողներ, մինչ Լիլին ընդամենը մի քանի րոպեից իր գեղեցիկ երգը մեզ կնվիրի բոլորիս, եւս մեկ անգամ ես ուզում եմ նշել մեր նախագծի գործընկերներին, մեր հաղորդման հովանավորներին եւ շնորհակալություն հայտնել, որովհետեւ ձեր աջակցությունը, ձեր օգնությունը մեզ թույլ է տալիս, որպեսզի կարողանանք շարժվել առաջ եւ ես այս պայն մեծ սիրով ուզում եմ ներկայացնել Monte Market, Armenian Evening նախագծի հովանավոր Monte Market, որտեղ ամեն ինչ հայկական է, հայկական տեսականին, միրգ, բանջարեղեն, թարմ, մսամթ, մի խոսքով ամեն ինչը հայկական, թարմ նոր բերած Հայաստանից։ Խորովածն է տակ բերել են, նոր ընդես սարքել են, մի անգամից բերել են այսպես շատ արագ։ Դա այդպես է կա, ես այնպես չեմ ասում։ Գնացեք եւ ինքներդ համոզվեք։ Monte Market հեռախոսահամար 818 855 1188։ Մեր նախագծի գործընկեր Lido Palm Resort and Spa հյուրանոցային համալիր հրաշալի վայրում է գտնվում, մի հրաշալի, մի չքնաղ բնություն։ Այստեղ եւ իհարկե ամենակարևորը լողավազաններ տաք հանքային ջրով, որը շատ նաեւ օգտակար է, շատ օգտակար։ Այնպես որ գնացեք լավ ժամանակ անցկացրեք, հրաշալի ժամանակ անցկացրեք բնության գրկում եւ օգտվեք այս լողավազաններից տաք հանքային ջրով։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center-ը։ Կազմակերպություն, որը երկար տարիներ շատ եւ շատ մարդկանց օգնել է, ովքեր ունեցել են վնասակար սովորություններ, օգնել վերադարձրել է լիարժեք կյանքի։ Այնպես է ստացվում, որ մի ժամանակաշրջանում ձեր շրջապատում կամ դուք ունենում եք խնդիրներ, ունենում եք վնասակար սովորություններ եւ կանգնում եք մի խնդրի առաջ, բալավ ինչ անենք, ոնց այս ամենի ձերբազատվենք։ Պարզապես 911 Detox Center, հեռախոսահամար 409 9000 911։ Շնորհակալություն մեր գործընկերներին։ Լիլի ջան, պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հրաշալի երգ այս պահին Armenian Evening, MJ հեռուստակերություն ուղիղ եթեր, Լիլի Բաղդասարյան, Խենթ խելար, հրաշալի երգ ձեզ բոլորիս։
խելար քո խաղերով ինձ դու մեռար չարչարելով քո խելար սիրտը շահելով ես կգամ գիրկդ բարելով խենթ ու խելար քո խաղերով ինձ դու մեռար չարչարելով խանդելու տեղը մոտարի հրավիրի դու ինձ բարի խենթ ու խելար քո խաղերով ինձ դու մեռար չարչարելով քո խելար սիրտը շահելով ես կգամ գիրկդ բարելով խենթ ու խելար քո խաղերով ինձ դու մեռար չարչարելով խանդելու տեղը մոտարի հրավիրի դու ինձ բարի հրավիրի դու ինձ բարի հրավիրի դու ինձ բարի Բրավո Լիլի ջան, շնորհակալ եմ անչափ, այս իհարկե դժվար է, գիտես, սենց նստել ու քեզ չհրավիրել ապարելու, շատ դժվար, բայց մենք չենք կարող, որովհետև խանգարում են մեր այսպես խոսափողներ։ Լիլի ջան, շնորհակալ եմ անչափ քեզ։ Մի հարց, հա, եթե դեմ չես, հիմա դու խենթ ես, թե խելար։ Ինձ թվում է ավելի շատ խենթ եմ, քան խելար։ Կամ մի փոքր խենթ, մի քիչ էլ խելար։ Շատ եւ կարծում եմ դա շատ լավ է, որովհետեւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ մի քիչ պետք է այո լինի խենթ, մի քիչ խելար։ Դա կարևոր է, որովհետեւ այսպես միանշանակ մարդը պետք է չլինի, իմ կարծիքով իհարկե։ Լիլի ջան, շնորհակալ եմ քեզ անչափ հրաշալի երեկոյի համար։ Քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, կարծում եմ այսպես այս բոլոր ուղղվածություններով ինչ այսպես հիմքեր ես դրես, շարունակում ես այդ ամենը իհարկե դեռ շատ անելիքներ ունես եւ քեզ մաղթում եմ ստեղծագործական շատ հաջողություններ։ Ես եմ շնորհակալ ու շատ հաճելի էր անցնել եւս մեկ անգամ ճանապարհորդություն իմ կյանքով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ մենք արդեն հանդիպում ենք հաջորդ 5 շաբթի, իհարկե երեկոյան ժամը 22:30, իհարկե AMJ հեռուստաընկերության եթերում առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, ձեր անմոռանալի հանգիստը Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ, բացօթյա եւ փակ լողավազաններ, ջեկուզի, հանքային տաք բուժիչ ջուր, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան եւ խոհանոց։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր Monte Market Անի ջան, էսուր։ Մոնտե Կարլո, Արմեն ջան։ Ես էլ Monte Market։ Նոր խանութ, նոր Հոլիվուդով, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համով խորոված։ Monte Market, մաչելի գներ, հաճելի սպասարկում։